Կառավարությունը մասնակի փոխհատուցում կտրամադրի 2024 և 2025 թվականներին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասները մեղմելու համար։ Նախագծով առաջարկվում է և 24 և 25 թվականներին կարկուտի հետևանքով պատճառված վնասների դիմաց մասնակի փոխհատուցում տրամադրել այն հողօգտագործողներին, որոնց կողմից օգտագործվող ցանքատարածություններում և այգետարածքներում կարկուտի հասցված վնասը կազմել է 40-ից 100%։ Եթե այգին վնասվել է 100%-ով, ապա ծիրանի դեպքում 301,840 դրամ, կարտոֆիլը 446,950 դրամ, բանջարաբոստանային մշակաբույսերը 130,900 դրամ, աշնանացանցորենը 55,328 դրամ։ Ըստ վնասվածության աստիճանի փոխհատուցվող գումարը կհաշվարկվի համապատասխանաբար։ Աջակցությունից օգտվելու համար շահառուները մինչև 25 թվականի հոկտեմբերի 31-ը դիմում են համայնքին, վերջիններս էլ մինչև նոյեմբերի 10-ը ամփոփում են ստացված դիմումները և ներկայացնում մարզային հանձնաժողովներ, որոնք 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում են ներկայացված ակտերն ու հիմնավորումները և ներկայացնում Հանրապետական հանձնաժողովի հաստատմանը։ Գործադիրի մեկ այլ որոշմամբ 24 համայնքներում իրականացվող 26 ծրագրերի համաֆինանսավորման համար նախատեսվում է 2025 թվականի բյուջեից մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1 միլիարդ 582 միլիոն 206 հազար դրամ։ Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 24 համայնքներից թվով 26 սուբվենցիոն ծրագրեր, ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզ 2 ծրագիր 153,7 միլիոն դրամ, Արարատի մարզի 2 ծրագիր 210,9 միլիոն դրամ, Արմավիրի մարզի 6 ծրագիր 199,6 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզի 3 ծրագիր 125,9 միլիոն դրամ, Լոռու մարզի 2 ծրագիր 192,8 միլիոն դրամ, Կոտայքի մարզի 1 ծրագիր 25 միլիոն դրամ, Շիրակի մարզի 2 ծրագիր 158,5 միլիոն դրամ, Սյունիքի մարզի 2 ծրագիր 186 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզի 4 ծրագիր 263,8 միլիոն դրամ և Տավուշի մարզի 2 ծրագիր 66 միլիոն դրամ։ Խաղողի մթերումների գնումների նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում կառավարության կողմից 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2024 թվականին արտահանված արտադրանքի արժեքը։ Համապատասխան նախագծով էկոնոմիկայի նախարարին հանձնարարվեց մշակել և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վարչապետի աշխատակազմ ներկայացնել 2025 թվականին խաղողի մթերումների իրականացնող տնտեսվարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների գնումների նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Ծրագրի շրջանակներում 2025 թվականին խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի համար պայմանագրերի կնքման մինչև սեպտեմբերի 1-ը ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը։ Նախագծի ընդունման արդյունքում ծրագրի շրջանակներում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսվարողներին լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում կտրամադրվեն բյուջետային երաշխիքներ ու հնարավորություն կտրվի ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացն առանց խոչընդոտների ապահովելու նպատակով, ինչպես նաև հնարավոր կլինի մթերումների ընթացքում կնքել պայմանագրեր այն խաղողագործների հետ, ովքեր դեռևս մթերման պայմանագրեր չունեն։ Կառավարության մեկ այլ որոշմամբ Կոլյա Միքայելյանն ազատվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։ Այն ստանձնեց Ջերմուկի արդեն նախկին համայնքապետ Վահագն Արսենյանը։ Վերջինիս լիազորությունները համայնքապետի պաշտոնում դադարեցվել էր հոկտեմբերի 8-ին։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։